Հայաստանի իշխանությունը, պետությունը ըստ այդ միջազգային իրավական գնահատականի պետությունը խախտել է մարդու կյանքի իրավունքը, այսինքն հրամանատրվել մարդկանց գնդակահարել, սպանել։ Իսկ դրանք եղել են խաղաղ ցուցարարներ, այդ ապացուցված է։ Հիմա 10 հոգի գնդակահարվել է եւ այդ մարդիկ ըստ էության Հայաստանի ժողովրդավարության վրա են կրակել։ Հիմա մենք թույլ ենք տալիս, որ այդ նույն մարդիկ նորից մասնակցեն Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, որպեսզի ինչ անեն, ոչնչացնեն ժողովրդավարությունը։ Ես կարծում եմ, որ հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հիշատակած այս որոշումը պիտի ունենա շատ կոնկրետ հետևանք։ Իրավական եւ դրանից բխող քաղաքական գնահատական պիտի տրվի եւ այդ մարդիկ ինչպես Չեխիայում արվել, Լեհաստանում արվել, մերձբալթյան երկրներում արվել, ժողովրդավարության թշնամի պիտի հռչակվեն եւ այդ մարդկանց մասնակցությունը հետագա ժողովրդավարական գործընթացների պիտի արգելվի, որովհետեւ այդ մարդիկ իրենց կյանքով արդեն ապացուցել են, որ իրենք ժողովրդավարության թշնամիներ են։ Իսկ ո՞նց է պատկերացնում այդ քաղաքական ուժերի հեռացումը Հայաստանից։ Ուղղակի այդ մարդկանց պիտի լուստրացիա արվի, այդ մարդկանց գործունեությունը պիտի տրվի, որ իրենք օրինակ այս բաների մեջ են եղել եւ հրամաններ են արձակել։ 10 անմեղ քաղաքացի Երևանի կենտրոնում սպանվել է։ Դա պիտի ունենա հետևանք, թե չէ։